Այո, զարհուրելի է, որ նրանք դատապարտվել են ցմահ ազատազրկման, բայց եկեք չմոռանանք, որ Հայաստանը ցմահ ազատազրկման էր դատապարտել Շահբազ Գյուլիևին եւ Դիլհամ Ասքերովին, ովքեր երկու քարվաճառցի էին սպանել եւ կան փաստական տվյալներ, որ գլխատել էին նաեւ 17-ամյա Սմբատ Ցականյանին, նրանք Հայաստանում դատապարտվեցին ցմահ ազատազրկման, բայց մենք տեսանք, որ այս իշխանությունը նրանց ատամները բուժեց, մեկի լեղապարկի վիրահատությունը արեց, լողացրեցին, մազերը ֆենեցին, վրաները բանցիկ կապեցին ու հանձնեցին Բաքվին։ Այսինքն ես հասկանում եմ, որ մենք բաց թողեցինք մի կարևոր փուլ եւ հնչեց դատավճիռը ցմահ ազատազրկման, որը օրեր անց հնչելու է նաեւ Ռուբեն Վարդանյանի մասով, որտեղ են հոդվածները, որում իրանք մեղադրվում են մարդկանց ստրկության տանել։ Ես գրել եմ այդ հոդվածները, կատաստրոֆա է, ռազմական կողոպուտ, մարդկանց ստրկության ենթարկել, մարդկության դեմ հանցագործություններ, ցեղասպանական գործողություններ, տերորիստական գործողություններ, զինված ահաբեկչական խմբավորում կազմավորելը, այդ քրեական օրենսգրքի Ադրբեջանի 42 հոդված, 42-ից 47 հոդված է ամեն մեկի վրա, որից 17-ը ենթադրում է ցմահ ազատազրկում, բայց ես հասկանում եմ նաև, որ ի վերջո սա քաղաքական հարց է եւ լուծումը պիտի լինի քաղաքական։ Մենք չպիտի դադարենք այդ միջազգային կառույցների կոկորդը բռնել եւ խեղդել այդ մարդկանց։